Պարոն Հակոբյան, ինչպես կմեկնաբանեք մեր ձևով շարժման կողմից փոքր բիզնեսը հարկերից ազատելու մտադրությունը, ինչպես նաև զրո հարկ փոքր եւ միջին ձեռնարկատիրություններին արդյոք իրատեսական է եւ երրորդ եւ մյուս խոստումը 300,000 նոր աշխատատեղեր ստեղծումը։ Արդյոք մեր տնտեսությունը այսօր պատրաստ է այս որոշման համար։ Տեսեք, շատ կարևոր հարց եք բարձրացնում ու կարևոր է շերտերը բացել այս հարցի։ Նախ նշեմ, որ ես ինքս դեռ չեմ տեսել մասնագիտական խորը հիմնավորումներ, որոնք թույլ կտային այդ տեսանկյունից հարցին անդրադառնալ եւ շատ հորդորոցնակալներ ընդհանրապես քաղաքական գործիչներին, որ մենք խոսեինք դրա ցանկացած թիրախ դնելուց առաջ կամ արտահայտվելուց առաջ դրա հիմքում ընկած հիմնավորումներին, որոնք թույլ կտային կառուցողական քննարկումներ բացել։ Հիմա 0% փոքր եւ միջին ձեռնարկատիրության հարկի մասին։ Նախ իմ մասնագիտական խորը կարծիքը եւ որը կարծում եմ շատերն են կիսում, ինչպես նաեւ միջազգային պրակտիկայում է այդպես, 0% հարկը անընդունելի է ցանկացած իրավիճակում։ Եվ իմ կարծիքով ցանկացած մարդ ինչ որ չափով պետք է մասնակցի պետության եւ պետականաշինությանը եւ պետության կայացմանը։ Այսինքն հայեցակարգային առումով շատ կարևոր է որ ցանկացած մարդ ինչ որ չափով իր փոքր ներդրում ունենա պետության կայացման գործում, ինչու է դա կարևոր, որովհետեւ մարդիկ այդ փոքր ներդրումը նույնիսկ անելով իրենք ավելի պահանջատեր են դառնում ու կարող են պետությունից ակնկալել բազմաթիվ այլ ավելի մեծ աջակցություններ, որոնք այլ հավասար պայմաններում չէին կարող եւ իրենց սեփականատերը զգալ իրենց երկրի։ Սա հայեցակարգային տեսանկյունից։ Հիմա եթե գամ շատ մասնագիտական խոսեմ սրա մասին, 0% հարկը իր հետևանքները ունի եւ դա նշանակում է ստվերի մեծացում, որովհետեւ երբ որ խոսում ենք 0%-անոց հարկի մասին, դա ենթադրում է թաքցվող շրջանառություններ, դա ենթադրում է թափանցիկության ցածր մակարդակ, դա ենթադրում է խոշորների մասնատում եւ տեղավորվում այդպիսի համակարգերում, հետեւաբար մեր համար անընդունելի է նման մոտեցումը, որովհետեւ կարծում ենք, որ դա կարող է բերի ստվերի էական աճի։ Հիմա ինչպիսին պետք է լինի վերաբերմունքը փոքր եւ միջին ձեռնարկատիրության հանդեպ եւ կառավարությունը բազմիցս դրա մասին հնչեցել է, մենք էլ ենք դրա մասին հնչեցնում եւ մեր մասով էլ ես այսօր կանադառնամ, կառավարության մոտեցումը հետեւյալն է. Այո, պետք է հոգատար լինել փոքր միջին ձեռնարկատիրության հանդեպ, պետք է ունենալ հնարավորինս փոքր հարկեր, պետք է ունենալ հնարավորինս հեշտ վարչարություն, պետք է ունենալ հնարավորինս հեշտ հարթակներ, որտեղ հնարավոր է իրենց հաշվետվությունները գեներացնել, այդ թվում ավտոմատ։ Այս մոտեցումով էլ ըստ էության կառավարությունը առաջ է շարժվում։ Հիմա խոսեմ դետալների մասին։ Նախ գիտեք, որ մինչև 24 միլիոնը ինքնին արդեն միկրոձեռնարկատիրությունը կարելի ասել ազատված է հարկերից։ Հիմա շրջանառության հարկի մասով ինչ արեց կառավարությունը եկավ առաջարկով դրույքաչափերը բարձրացնելու, բայց միաժամանակ հնարավորություն տալու ծախսագրումներ անել եւ այդ ծախսագրման արդյունքում հարկային վճարվելիք հարկերի դերը իրենց շրջանառության մեջ էապես նվազեցնել, ընդհանուր նաեւ նվազեցնել նախորդ մակարդակից։ Ես ուզում եմ շատ կարևոր է շեշտել, որ 25 թվականին եղել են բազմաթիվ սուբյեկտներ, որ դա կարողացել են անել, բայց արդյոք իրենց պետք է օգնել, աջակցել այդ process-ում միանշանակ եւ մենք դա արել ենք։ Անցած տարի մի քանի նախաձեռնություններ ենք ունեցել, նախ աջակցության ծրագիրներ, որից ես իհարկե խոսել եմ, քիչ են օգտվել, բայց ավելի էական է զուգահեռ թե ինչ ենք արել մենք։ Մենք իրազեկումների մեծ արշավ ենք սկսել անցած տարի, որտեղ փոխանցել ենք բոլոր ՓՄԶ-ներին ուղեցույցներ, օրինակներ, հաշվիչ նույնիսկ դրել ենք մեր կայքում, ավելին ասեմ, մենք շրջանառության հարկի հաշվետվությունները հնարավորինս թվայնացրել ենք, որ հեշտ լինի այդ հաշվառումը իրականացնել։ Եվ ապագան այս ուղղությամբ է, այսինքն մենք պետք է խոսենք հնարավորինս քիչ ցածր հարկեր, թափանցիկություն, ստվերից դուրս աշխատանք եւ հեշտ ու ավելի թվային միջավայր, որը թույլ է տալիս այդ հաշվետվությունները գեներացնել։ Սա է ճանապարհը անշեղորեն ու այսպես են վարվում գրեթե բոլոր երկրները աշխարհում։ Եվ ես շատ կուզենամ լսեմ այդ 0%-ի մասնագիտական հիմնավորումները եւ հետագայում հնարավորություն ունենանք ավելի մանրամասն քննարկելու դրա մասին։
Հիմա 300,000 դրամի մասին, կներեք 300,000 աշխատակիցների մասին, աշխատատեղերի ավելի կոնկրետ մասին։ Նորից ուզում եմ էլի նույն դիտարկումը այստեղ անեմ, որովհետև շատ կարևոր է հասկանալ, թե աշխատատեղը ինչպես է ստեղծվելու եւ ինչ է մտածում այն մարդը, որ հարտահայտվում է դրա մասին եւ որն է դրա մասնագիտական հիմնավորումները, որտեղ աշխատատեղերը պարզապես չեն ստեղծվում։ Իրենք տնտեսության զարգացման մասին պատկերացումների հետևանք են, այսինքն ոնց ենք պատկերացնում տնտեսության զարգացումը, դրանից էլ բխում է թե ինչ աշխատատեղ կստեղծվի, բայց հանուն արդարության պետք է նշել, որ 18 թվականից ի վեր, ընդ որում այսօրվա խոսքում ես հստակ նշեցի դրա մասին, 300,000 եւ մոտ 300,000 աշխատատեղեր արդեն իսկ ստեղծվել է, այսինքն դա ինչ որ նորություն կամ այդպես ինչ որ պատմական իրադարձություն չէ 300,000-ի մասին խոսելը, այլ ես իմ առաջարկը կլներ ընդհանրապես խոսեինք ինչ ուղղությամբ է զարգանալու եւ որտեղ են ստեղծվելու այդ աշխատատեղերը եւ կառավարության ջանքերը հենց այդ ուղղությամբ են, ընդ որում գիտեք ոնց է աշխատատեղերի խոստում տալը այդքան էլ տեղին չէ եւ կարծում եմ ավելի ճիշտ կլինի ոչ թե պարզապես ասել այսքան աշխատատեղ, այլ պետք է մենք խոսենք նրա մասին, թե ինչպիսի եւ ինչ որակի աշխատատեղերի մասին ենք խոսում մենք եւ որքանով են դրանք կայուն, երկարաժամկետ, որտեղ մեկ անգամյա միշտ կարելի է օրինակ մի հատ գործարան ստեղծել, ասել մարդիկ աշխատում են ինչ որ կարճ ժամանակ, հետո այդ գործարանը օրինակ չաշխատի եւ այդ մարդիկ կտրվեն այդ աշխատանքից։ Եվ շատ կարեւոր է այս տնտեսական զարգացման երկարաժամկետ տրամաբանության մեջ նայենք աշխատատեղերին եւ ես շատ կուզենամ լսել հենց այդպիսի տեսակետներ, որոնք հնարավորություն կտալ մասնագիտորեն ավելի խորը մոտենալ այս հարցին։ Թերևս այսքանը, եթե այլ դիտարկումներ կան, սիրով